Հաղթական շարքով են գործարանից դուրս գալիս Արարատ ցեմենտի աշխատակիցները։ Քառօրյա պարապուրդից հետո գործարանի աշխատանքը վերսկսվում է։ Ժամը 2-ին բնականում ձևով ոնց որ ավտոբուսներ եկել են, բոլորը գիտեն։ Այտենց առաջի հերթափոխը բարձանում է, նույնը երկրորդ հերթափոխն է լինելու։ Ձեր ցեխի պետերի Արարատ ցեմենտի աշխատակիցների բողոքի ակցիային զուգահեռ նախաքննական մարմնի հետ բանակցություններ են եղել։ Հենց դրանք են արդյունք տվել։ Պայմանավորվել են այնպես կազմակերպել գործարանի արտադրական պրոցեսը, որ իրավապահների աշխատանքն ու արտադրությունը չխանգարեն իրար։ Առավոտից գործարանի մոտ հավաքված աշխատակիցները մինչև այս որոշումը պատրաստ էին վճռական քայլերի դիմել։ Այսօր դերը փակել ես, ինչ անեմ, ընկեր վարչապետ ուր եթանք։ Ինչ հողտանք մեր գլխին։ Որև զոդի մոստը մենք կփակենք կամ էլ կառավարություն Երևան ուղիղ, ախպեր, չհասկացա, մենք պետք է հարկ մուծենք, որ այս ոստիկաններին, որ բերել են այս արևին կայնացրել են այս տղեկին, դրանց էլ կարեն աշխատավարձ տա։ Որոշել ենք, որ գանք հասկանանք, ով է այդ հարցի լուծումը մեզ տալու։ 4 օր է, 1000 հոգուց ավել աշխատող չի աշխատում։ Բողոքի ակցիան ընթանում էր Նիկոլ Փաշինյանի սպառնալիքների ֆոնին։ Մինչ բողոքում էին Արարատ ցեմենտի աշխատակիցները, Փաշինյանը կառավարության շենքից սպառնում էր նրանց անգործ թողնել, պնդելով, թե ակցիայի մասնակիցներին փողով են փողոցանում։ Չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք, նրանք ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն եւ այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ Այո, սպառնում եմ ըստ էության։ Մարդիկ պատվերով են բողոքի ակցիանում։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը նախ հրաժարվել էր մեկնաբանել Փաշինյանին, ավելի ուշ հիշել էր. վարչապետը միշտ ճիշտ է։ Դաշտերով ակցիա են անում, եթե պետականացվեց, ապա Էդգար Զաքարյանին ու նրա առաջնորդին ասելիք ունեն մարդիկ։ Ոչ մի պաշտոն հավիտյան չի, Քուրջան։ Այսօր դու եթե նստած ես Սարի գագաթին, մի օր ելնելու ես ավելի ցավոտարնելու։ Արարատ ցեմենտում լավ գիտեն, որ իրենց վախեցնելու, լռեցնելու համար են ուժայինները կազմակերպել Գագիկ Ծառուկյանի տան մասկի շոուն։ Ինքը դրան արժանի չէր։ Դա շատ գեշ երևույթ էր, որը բոլոր մեր ամբողջ ժողովրդի վրա ազդել է։ Որ ասեմ, լաց է գալի մարդու, ոնց կարելի է դել։ Ինչ էր արել այդ մարդը, ինչ էր արել, ինքը սիրուն հանգիստ կանգնած էր, չէ։ Ինքը հելել էր դեմ էր կանգնել, ինչ էր արել, որ այդ ձևով արեցին։ Խի սիրուն էր, խի իրան ով էր կռացրել, այդ ձև կարելի էր։ Այն որ իսկական մարդ են սպանում 7-8 հոգի են, այն ընտանիքին որ սպանեցին, 2 հոգի եկավ, դրանց տարան, բայց մարդուն էդի չեկան, մեծ մարդը հանգիստ կանգնած է։ Երկուշաբթի էին խուզարկել Գագիկ Ծառուկյանի տունն ու նրան պատկանող ձեռնարկությունները։ Խուզարկություններից հետո էին կապարակնքել Արարատ ցեմենտի գործարանի դռները։ Զարուհի Սահակյան, Արաքել Օհանյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։